Վերջին տարիներին կառավարությունը բավարար ջանքեր է գործադրել դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ ինստիտուցիոնալ զարգացման համար։ Եվ կարող ենք ակնկալիք ունենալ, որ Հայաստանի զարգացման ընթացքը շեղած հանցագործությունները բացահայտվեն եւ մեղավորները պատժվեն, արժանի պատիժ ստանան եւ որոշ պրոցեսներ, այդ թվում մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հույս են ներշնչում, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի։ Այս կենսական գործընթացի բիժեցման մեծագույն ռիսկը, ուզում եմ ուղիղ ասել իմ տպավորությունը, կապված է դատական համակարգի գործունեության հետ։ Հայաստանի դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ հիմնականում վերնախավերի եւ հիմնականում նախկին վերնախավերի եւ շահերի ու հետաքրքրությունների պաշտպան։ Սրա պատճառը ոչ միայն այն է, որ դատական համակարգում լայնորեն գործում են նախկին վերնախավերի ընտանեկան կապերը, այստեղ մենք ունենք նաեւ ինստիտուցիոնալ խնդիր։ Հայաստանի դատական համակարգը կաստայացված է եւ չունի լիարժեք օրգանական կապ իշխանության միակ աղբյուրի եւ կրողի ժողովրդի հետ։ Հայաստանում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, բայց գործում են դատական իշխանության գեներացման համակարգեր, որոնք ժողովրդից այնքան են հեռացված, որ ըստ էության նրա հետ ոչ մի կապ չունեն։ Հարցեր է հարուցում մասնավորապես դատավորների կողմից բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու կարգավորումը, որովհետև պարզ հարց է ծագում, իսկ ումից է բխում բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրելու դատավորների այդ իշխանությունը։ Հայաստանում որևէ իշխանություն կարող է բխել միայն ժողովրդից, եւ այն իշխանությունը, որը ժողովրդից չի բխում, առնվազն հարցեր է առաջացնում։ Այս տարօրինակ կառուցակարգը, որի մասին խոսեցի, մինչև օրս գործում է մի պարզ պատճառով, այն գտնվում է սահմանադրական պաշտպանության ներքո, եւ դատական համակարգում նույնպես իշխանության լիարժեք լեգիտիմություն հաստատելու միայն մի ճանապարհ կա՝ նոր սահմանադրության ընդունումը, որով անհրաժեշտ է լուծել նաեւ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը։ Այս փոփոխությունների արդյունքում կոռումպացված շրջանակների արդարությունից ու արդարադատությունից խուսափելու հնարավորությունները էականորեն կկրճատվեն, եթե չասենք գրեթե կբացառվեն։ Սա է պատճառը, որ այդ նույն շրջանակները ջանք ու եռանդ չեն խնայում նոր սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնելու, այն որպես օտարերկրյա, ավելի ճիշտ ադրբեջանական օրակարգ ներկայացնելու համար։ Նախ պիտի արձանագրեմ, որ նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է, ոչ միայն այն պատճառով, որ դեռևս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը եւ հայտարարել դրա մասին, այլև հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, որովհետև նոր սահմանադրության ընդունումը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է, այն հիմնավորմամբ, որ Հայաստանի ժողովուրդը իրավունք ունի ի վերջո իր լեգիտիմ եւ ազատ կամ արտահայտմամբ ընդունված սահմանադրություն ունենալ եւ ազատ կամ արտահայտմամբ իր համար սահմանել իրավակարգ եւ ապրելու կանոններ։ Մյուս կողմից հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը շատ ակտիվ արծարծում եւ նույնիսկ գործիքայնացնում է սահմանադրական բարեփոխումների թեման եւ սա հանրահայտ փաստ է, բայց եթե սա նշանակում է, որ նոր սահմանադրության հարցը ադրբեջանական օրակարգ է, ինչպես պնդում են որոշ ընդդիմադիր շրջանակներ, եկեք ետ գնանք եւ նայենք երրորդ հանրապետության պատմությանը։ Այդ նույն տրամաբանությամբ 1994 թվականից միայն Ադրբեջանն է շարունակաբար արծարծել 7 շրջանների վերադարձի թեման, այսինքն Հայաստանում ոչ մի նախաձեռնություն դրա հետ կապված չի եղել։ Եվ ինչպես Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային հրապարակված թղթերն են վկայում, Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, այն է գործող երկու ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական կամ առաջնորդները, պաշտպանները կամ ներկայացուցիչները
այդ խնդրով ակտիվ բանակցություններ են վարել։ Բա ինչու են բանակցել։ Բա ինչու են 24 տարի Հայաստանը պահել ադրբեջանական օրակարգի մեջ։ Ինչու են առաջնորդվել ադրբեջանական օրակարգով։ Միթե այն պատճառով, որ ղեկավարվել են Ադրբեջանի կողմից կամ եղել են Ադրբեջանի ներկայացուցիչը, մանավանդ որ նրանց մի մասը ծնվել եւ մեծացել են Ադրբեջանում։ Այս բնորոշումները անում եմ ցույց տալու համար, թե մեր մի շարք ընդդիմադիրների տրամաբանությունը ինչ անհեթեթ հետևությունների կարող է հանգեցնել։ Ինչ վերաբերում է նոր սահմանադրության տեքստին, այն կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում եւ ինչպես ասել եմ 1990 թվականի անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Ինչու։ Մի պարզ պատճառով մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության եւ որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը եւ ժողովուրդը այդ որոշումը հաստատել է։ Նոր սահմանադրության մեջ հղում անել անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չեն կարող առավել եւս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին եւ խաղաղության օրակարգը այժմ այլևս համապետական օրակարգ է։ Ըստ այդմ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումը եւ ինստիտուցիոնալացումը կառավարության համար առաջնային օրակարգ է։ Այս ուղղությամբ առաջիկա կարևոր անելիքներից մեկը գետնի վրա թրիփ նախագծի իրագործումն է, որը բխում է կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծից եւ որը 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի կարևոր գործնական արդյունքներից մեկն է։ Թրիփ նախագիծը, որն իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը։ Հայաստանի շրջափակումը իդեպ հիմա արդեն մասամբ հաղթահարված է, որովհետև 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին Վրաստանի տարածքով բաց է Հայաստան ներմուծումների եւ Հայաստանից արտահանումների համար, իսկ Ախալքալակ Կարս երկաթուղին, ինչպես տեղյակ եք, մայիսին բացվեց Հայաստանից արտահանումների եւ դեպի Հայաստան ներմուծումների համար։ Այժմ նաեւ Թուրքիայի ճանապարհներն են Վրաստանի տարածքով բացվում Հայաստանի ավտոմեքենաների համար։ Թրիփ նախագիծը սակայն ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, ներառյալ Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև կապը, նաեւ Հայաստանի հյուսիսային շրջանների երկաթուղային կապը Սյունիքի մարզի հետ Նախճեվանի տարածքով, այլև Հայաստանը ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։ Ուզում եմ ընդգծել, որ նախագծի իրագործումը բացելու է նաև երկաթուղային կապը Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև։ Իրանի, Նախճեվանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքով, որը դարակազմիկ փոփոխություն է թե Իրանի, թե Ադրբեջանի, թե Հայաստանի, թե Վրաստանի համար։ Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Պարսից ծոց Սև ծով երկաթուղին թրիփի հետ ուղիղ կապ չունի, այսինքն այդ նախագծի մաս չէ։ Նրա վերաբացումը դառնալու է տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր հարակից արդյունքներից մեկը։ Ինչ վերաբերվում է բուն թրիփի երկաթուղային ենթակառուցվածքներին, ակնհայտ է, որ այն անցնելու է Նռնաձոր ակարակ երթուղով, Հայաստանի հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած մեզ բոլորիս հայտնի երկաթուղու ծրագծով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի եւ կենտրոնական Ասիայի հետ եւ հասկանալի է,
որ դրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու, հատկապես արևելքից արևմուտք։ Այդ բեռներն անխուսափելիորեն անցնելու են թրիփով, նռնաձոր, ագարակ, երկաթուղիով։